էլեկտրաէներգիայի թանկացում։ 10 դրամ թանկացում 1 գիշերվա ընթացքում։ Վաղնիքում սալիկները նորից ճաքել են։ Ձերոնց արած սալիկներն են, հաներ զոքանչ հավաքածուն։ Պետքա գնայինք կերամա մարածից իտալական սալիկներ առնեինք։ Իտալականը թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Թանկ չի։ Թանկ է։ Ասեցի թանկ չի։ Այլի։ Թանկ չի։ Ու կարևորը իտալական է։ Չէ, կարևորը թանկ չի։ Կարևորը իտալական է։ Թանկ չի։ Իտալական։ Թանկ չի։ Իտալական։ Թանկ չի։ Թանկ չի։ Կերամա մարածի իտալական սալիկներ հասանելի բոլորին։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ահա եկավ այն նորը շատ սպասված, նոր կյանքի դռներն են տես բացված, պահպանելու հայրենիքի անդորը մեկնում ենք սարայության, առջևում սարեր ու ճանապարհ, առջևում 2 տարի դժվար, թողուն աղբայրն ու կատակները մեզ հետ լինեն անդադար, անդադար, զինվորներ ենք մենք, կայլում ենք վստահ ու չենք նանջում, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է հպարտ, մեզնով է կանգուն, զինվորներ ենք մենք, տոկուն ենք հոգով, գործով ենք արդար, չէ որ հայրենիքը մեր, մեզնով է ծաղկուն, մեզնով է ամբար։ Սաղ զորամասում ստուգումներ ակրում դու եկել լաթերով նստել ես։ Բայց ինձ Վարդանյանն է թույլ Ասում եմ գնա բացինգա հագի։ Արեսովը վրավիտներ անմարա։ Իչեք վրիցս այլ լեկտիներ։ Ոնց կարող եմ մխոն Ջանշյանի համար բարի էլ զորամասում էլ ստրիպտիզ Պարոն կապիտան, ես հարց ու փորձ եմ արել ու ինձ ասել են, որ Հովսեփյանը ընկել է տուրնիկի վրա։ Ես բուրդ եք չպխում ստեղ։ Ոչ մի կերպ պարոն կապիտան։ Թե ես ցուցափայտ եմ։ Ցուցափայտ չի։ Հասկացա թե ինչա։ Ինչ գործ ունես ստեղ։ Քոննա պարոն Ենթասպա։ Չէ, միշտ եղել, մեկ-մեկ օգտագործել ենք։ Փայտ է էլի։ Մեկ-մեկ օգտագործել եք։ Սրանով են զինվորները իրար տուրնիկի վրից գցում։ Ոչ մի կերպ պարոն կապիտան։ Բա։
Պարոն Յետասպա, նման բաները ստեղ մի պահեք։ Կարող է ձեզ պետք է գալիս հետփեդը, բայց զինվորներին ավելի շատ կարա վնաս տա։ Հարմար էր էլի։ Հասկանում եմ, պարոն կապիտան։ Կվերացնեմ թերությունը։ Կապտյորկա, լսում եմ։ Այդ ձեր հեռուստացույցն էր։ Ճիշտ այդպես, պարոն կապիտան։ Բա ուր էիք տարել, ինչի վաճտեմ չէր։ Փչացել էր տարելիք սարքելու։ Երբ էր փչացել։ Այս 2 օր է։ Փչացել էր, թե փչացրել էիք։ Ճիշտն ասած, զինվորը ձեռը ծնգել էր։ Զինվորին հաշ չեք տալիս։ Սղացել ընկել է։ Հեռուստացույց դիտելու ժամեր, ննջարան տանելուց տենց կա։ Այդ զինվորին իմ մոտ կանչի։ Որ են Դու քո մեղքի բաժինը ունես, Շտոյան, բայց հիմա պետքա պարզել, թե ով է վերցրել այդ փամփուշտները։ Պարոն գնդապետ, Գարիկի ուսապարկի մեջ մինչև մեր կորցնելն են հայտնաբերել այդ փամփուշտները։ Ինչ գիտես, որ մենակ երեք են քո հերթապահները առանց փամփուշտները հաշվելու հանձնում ընդունում արել։ Որովհետև դրա առաջի օրերը ես անձամբ եմ վերահասկել։ Իսկ ինձ թվում է, որ այդ փամփուշտները վաղուց ձեր մոտ չեն։ Ու դրա մասին սերժանտները իմացել են ու ծածկել։ Բայց այդ կա։ Ոչ մի կերպ։ Իսկ կոնկրետ որ սերժանտը քեզ ասեց գնա հեռուստացույցը բեր։ Կոնկրետ չկա, չեմ հիշում։ Ինչ ես խոսում այդ տղա։ Հենց է որ մեկը պետքա բերեր, ես գնացի։ Բանորը ասում էիր, որ քեզ են ասել, որ գնաս բերես։ Դե կոնկրետ թեման գնալուն եղավ, տղեկը նային ինձ, ես էլ գնացի։ Նայեցին քեզ, ամբողջ վաշտը քեզ նայեց, տենց մի անգամի շրջվեցին ու քեզ նայեցին։ Ինչի, որովհետև գիտեմ, որ դու ես գնալու, այդ հասկացանք։ Դե ոչ բոլորը նայեցին։ Գնային սերժանտներին կանչի, ովքեր ներկա են եղել։ Լսում եմ։ Ես չգիտեմ սրա վերջը ինչ անելու։ Մտամի պատմությունը քիչ էր, հիմա այս փամփուշտների պատմությունը։ Լրիվ կորցրել եք ձեր վստահությունը։ Ինձ խափում ասում եք ամեն ինչ նորմալ է, իրականում ոչ էլ հաշվում եք։ Տենցած է Վաղեկյան։ Ոչ մի կերպ։ Բա ինչի տենց արիր։ Ինչի կարաս բացատրես։ Ես շատ վատ եմ զգում ինձ, պարոն Ենթասպա։ Իսկապես մեծ սխալ եմ արել։ Ուղղակի այդ քարտեզները պիտի թարմացնեի, դրա համար տենց արագի մեջ հանձնում ընդունում արեցինք։ Հետո էլ ինչ իմանայի, որ ինչ-որ մեկը կարող է փամփուշտ վերցրած լինի։ Լինելու բանը մի անգամ ալնում։ Պետքա միշտ ուշադիր լինես։ Եթե անգամ վստահ ես, որ այստեղից փամփուշտ չեն վերցնի, մեկը պետքա էլի ստուգես։ Այդ ծառայության դրբություններից է։ Պետքա իմանաք։ Պարոն Ենթասպա, կապիտան Գևորգյանն այն սերժանտներին է կանչում, ովքեր հեռուստացույցը փչանալու օրան դեղ են եղել։ Ինչի՞։ Ինչ ես ասել, որ կանչում են։ Հարցրեց ովքեր են եղել, ես ասացի բոլորը եղել են։ Հիմա կանչում է, ուրիշ ինչ ասեի։ Գնացեք Արման։
Թույլ կտակ, պարոն կապիտան։ Եկեք։ Պարոն կապիտան, ավագ սերժանտ Հայրապետյանը ներկայացել է ձեր հրամանով։ Պարոն կապիտան, սերժանտ Աղեկյանը ներկայացել է ձեր հրամանով։ Նստեք։ Հայրապետյան եւ Աղեկյան։ Իդեպ հեռուստացույցը արդեն աշխատում է, կարակելի նայեք։ Բայց ինձ թվում է չարժի է լենզին, որին ասել, որ բերի հեռուստացույցը։ Մարդս կարող է մի անգամ էլ գցի, չարթի, այս անգամ սարքել չլինի։ Թե ինքը այդ գործում լավ է, ինչ էլ նման իրան եք ասում։ Ով է իրան ասել, որ հեռուստացույցը բերին ընջարան։ Չեք հիշում, հա։ Զինվորը հիշում է, իսկ դուք չեք հիշում։ Դե տնենց բան չի։ Կարևոր բան չի, որ հիշենք, պարոն կապիտան։ Հեռուստացույց դիտելու ժամեր բոլորը հավաքվել էին, ինքն էլ գնացել բերել է։ Լավ։ Որ ձերքից գցեց հեռուստացույցը։ Ինչի տենց հարցակվեցիք այդ տղու վրա։ Հիմա մարդը ձերքից գցել է, տենց բան չի լինում։ Մենք իրան չենք նեղացրել։ Ուղղակի միասին մտածել ենք, թե ոնց նորոգենք։ Եվ Մուսայելյանը զբաղվել է այդ գործով։ Բայց ամեն դեպքում դուք այդ օրը հեռուստացույց չնայեցիք, չէ՞։ Իսկ հեռուստացույց նայելը զինվորի համար կարևոր բան է, շատ կարևոր։ Շատ տղաների մոտ բողոքի ալիք բարձրացավ, թե ինչի մենք իրա պատճառով պետքա հեռուստացույց չնայենք։ Ովքեր էին բարկացել։ Հովսեփյան Մելիքսեթը կբարկանար։ Մարտունն ու Մելիքսեթը վիճել են դրա համար։ Մելիքսեթը սպառնացել է Մարտունին եւ այլն եւ այլն։ Ու հետո մենք Մելիքսեթին տեսնում ենք կապտուկներով։ Մենախոսություն չէ։ Խոսացեք։ Հետո ինձ հարցրեց դու ինչ ես գնաց հեռուստացույցը բերել։ Ոնց որ մեկը չի ուղարկել։ Դու ինչ սիր։ Ասեցի չէ։ Պրոստը մեկս պետք է գնար, դրա համար ես գնացի։ Վաշտը շարվի։ Գնալու ենք Բշտիկյանի մոտ։ Էլի հարցակնության են կանչել։ Հա, արագացրեք, դրսում շարվեք։ Գևորգյանը տղեկին հարցակնում։ Ում։ Դե Արման Լևոնին։ Հեռուստացույցի պահով։ Հեռուստացույցի պահով ինչ։ Դե չգիտեմ, ինչ-որ կասկածելի բան է նկատել։ Հա, բայց ո՞նց է իմացել։ Հեռուստացույցի ներս ենք բերում, տեսավ ու հարցեր տվեց։ Ու ես էլ ասեցի տարել ենք սարքելու։ Ու տես սկսեց ամբողջ պատմությունը։ Հիմա մեղադրում ես, թե ինչ եմ ասել, բա ինչ անեի։ Ասեց, ինչի հեռուստացույցը ձեր վաշտում չի։ Ես էլ ասեցի տարել եմ սարքելու։ Այս ամեն ինչը, որ ջրերես դուրս եկավ, քո չզեկուցելու պատճառով, մեր համար շատ վատ անելու։ Ես Մարկարյանը աշկիս բուլալա է երևում, գիտես։ Մեղմ եմ էլի արտահայտվում։ Հրասը ոնց կարա քո մտքով տես բան անցնի։ Ասենք ոնց կարա մխոն ստրիպտիզ բարի։ Ինտիլում համար Ջամշոյանի, չէ։ Հա էլի։ Ասենք ուրիշ տեղալներ ասենք հա։
Սաղ մեջքս քերել եմ մակար։ Նոր գնացի ես մեր մանկական պոլիկլինիկան։ Բուժկետ։ Երկու հատ ուս ստանամ քեզնից մակար։ Նա ֆիքսում է կյանքիդ կարևոր պահերը և դարձնում հասանելի քո ընկերներին։ Նա ուղղորդում է քեզ քո փնտրած վայրը և քո կապն է մտերիմներիդ հետ։ iOcean X8 Քո սմարթֆոնը Rich Electronics-ում։ Ջերմ և հաճելի միջավայր, համեղ և բազմազան ուտեստներ, բարձրակարգ սպասարկում, մատչելի գներ, Գուսան ռեստորանային համալիր։ Ամբարձում, արի ես ավաշտը շարվում եմ։ Հայ տղա, չես տենում պարապում եմ։ Հետո կպարապես, չի լինի։ Դե սպասի երկու պատխոձից են կալբասը ուտեմ գամ։ Այ տղա, ասում եմ վաշտը շարվում է, թող արի վայ։ Սպասի վայ։ Գնացինք։ Արա, վերջը դուք բիցեպսներից վայս եք կլնելու, հա։ Դու վազի վաշ ես տենամ գարիկն ուրա գամ։ Լուրջ եմ ասում, շատ լավն է։ Մռութ հա։ Ոնց ասես, քեզ խելոք բայ։ Բարերը չափավորի։ Միշտ բարերը չափավորի։ Դեռ ինչ եք աղջկան նեղացնում։ Բայց մենք չենք նեղացել այդ աղջկան։ Я видел, как вы разговаривали. Բայց սիրուն աղջիկա, ասենք հետը խոսանք ինել, հնես չորեց։ Որովհետև աղջիկա այդ խոսալու կուլտուրա չունեք։ Կարիք ջան, կարող է այդ աղջիկա այդ մոտիկություն կա, բան կա, որ տենց նեղվեցիր։ Չէ, ոչ մի բան էլ չկա։ Պրոստը ես չեմ սիրում, որ աղջիկա այդ տենց են խոսում։ Մեզ այդ չի սազում։ Այդ քո խնդիրն է։ Это и моя, и твоя проблема, брат։ Ախպեր, մենք մեր համար կայնացենք, ինչ մի եկար վրավիկներ ես անում։ Я вас предупреждаю, որ սրանից հետո էլ չտեսնեմ, որ աղջիկա հետ տենց խոսակ։ Բայց դու մեզ չես կարող զգուշացնես։ Ну, я сказал, если еще раз такое увижу, на меня не обижайтесь, ребята։ Գարիկ, ես ձև ես խոսում։ Մենք ոնց ուզենք այտենց էլ անելու ենք, ու հենց մեկը նրա համար, որ դու չես կարող մեզի գաս ասես ու ունեն ստացվի, որ քո ասածով է։ Լավ, ոնց ուզում եք տենց էլ արեք։ Ու տենց էլ անելու ենք։ Ուր հասանք։ Եկեք սենց գնանք։ Ահա ճիշտ է, սենց տանք մեկ կարենային տենը։ Արեք քլենք, սենց այդան քլենք դեմը։ Արիկ, վաշտը շարվում արի։ Сейчас приду։ Դե արի ուր ես գնում։ Ազես վռազում ես, կայնը մի քիչ խոսանք, էլի։ Ազես կծեմ քեզ։ Ինձ հանգիստ թողեք, հա, խնդրում եմ։
Ես սկզբից միշտ խոսքով եմ բացատրում։ Իսկ որ տեսնում են, չեն հասկանում։ Перехожу на методы, которым будет им более понятно. Ох, մորը սարեց։ Մորարք ես երթում։ Ну что, так понятнее, да? Փոշմանը լույսը լը։ Ага. Իջեք շարվեք։ Մինաշյան Գարեգին ասեցի, որ շարվում ենք, ասեց հեսա գալիս եմ ու ես իմ ուր գնաց։ Գնաս ամինասը կանչեի։ Մինոս, ես չեմ կարա շարվեմ, ոտս ցավում է, սաղ վերք ա եղել։ Ուշքետ գնացել ես։ Չէ։ Ասո ինձ թող քեզ տան։ Եղավ Մինոս ջան։ Ճամփշը ուրա։ Ճաշարանում եմ, Մինաշը։ Կարի գուր էիր։ Առաջի վաշտի տղեկի հետ թեմա էր եղել, դրա համար ուշացա։ Ինչ թեմա էր։ Ձե հետո կասեմ։ Անի շարք։ Ծախ, դարձ։ Հայլո, մաշ։ Ծախ, աջ, ծախ։ Դեհու, կան, ար, գարիլ, վարուշ, պետին մոդիգնալ, հերանալ, ոչ եմ պարամուն կերամիկ ուկամ։ Աչ դարձ։ Շարքային Ամբարձումյան։ Ես եմ։ Ինձ մոտ։ Լսում եմ։ Պարոն Սերժան Շարքային Ամբարձումյանը ներկայացել է։ Այս ատեսին ինչ է։ Կանգնիշան։ Լսում եմ։ Այն առաջի վաշտի Արամ, բան որ կան։ Դրանք Կարնեի հետևից ռեպլիկներ են թողնում։ Դե ես ասեցի, որ տենց էլ չանեն։ Սկսին հակաճառել, հետո ասելուց հետո էլի հետևից քայլել, էլի զզվելի բաներ ասել։ Դե ես եմ երկու հատ տվի էլի դրանց։ Լավ է ծերը։ Աստում ա գնաց։ Բարև ձեզ։ Բարև կարպիս։ Մինաշ ջան, հետդ խոսալը բան կա։ Սա։ Ձեր Գարիկի պավա, իմացել ես ինչ արել։ Հա, այնոր ձեր վաշի տղեկի մեր գոտ 10 իրաշճական ապտակ բան է տվել, դոր մարկսես։ Հարցակվել է տղեկի վրա, խփեկցել է գետին։ Տես չի, չէ ձևը։ Ինչ է ձևը։ Թե քիչ է լեղե, դոր համար ես անհանգստացել։ Փոխանակերտաս մի հատ մեծ դու երկու ճարոտի դոն ստաս, եկե բան խոսաս հետես։ Աղջիկ է վերջի, չաստի մեջը կաշխատի, մի կրագն է ընգե, որ այդ վաշտի լագոդները իրանց պես պահեն։ Արգանք կա, աղջիկա շփվելու ձև կա։ Բադը գիտես որն է, որ զորամասից դուսը դոնք իրանց նույն ձևի կպահեն։ Մեր վաշտի մեջ է մարդ չկար աղջիկա շփվելու ձև սորովեցն է դաստա։ Մխոն։ Հա։ Քեզ իքսեն կդոս խերգես մխոյ մոտ դասերի, հանգստի ժամին կամ ինչ որ մեր ժամին, դիգ արդեն հետո կպայմանավորի։ Ես իրան լուրջ բան կսեմ։ Ռեպլիկ կցել է որն է։ Դու տես ես դոնց ինչ օրը կցեմ։ Մախո։ Այլե։ Ասա Մինաշյան։ Թազա աշակերտներ ունես։ Յա, մխո։ Ինքը չէ։ Դունե ընդունակ երեխեքեն, ոնց ատեն բարադիներից են։ Բարադիներից են։ Լավ էլի աղբենյական, դրանց մի կապ եք վզիսելի, թե չէ թե թոտիկի դպրոցն է դառնալու։ Մեզ էլ կակրա զդիգ է պետք, էլի որ 10 սորովեցն ես թե ինչ ձևի բդի շփվին աղջիկների հետ։ Մինաշյան, ես հիմա լավի ուրիշ սֆերայի մեջ եմ։ Տղա հարաբերություններն եմ էլի մցնում տղեկի գլոբուսները, տվեք ուրիշը թվանի։ Չէ, դուք սորվեցն ես ու վերջացա։ Ամեն վերջում բդի քնություն վերցնես էլի, եթե մարդ ես հանգարց կդրվողներ եղավ, ես արդեն իրացով կզբաղվի։ Դե քեզ արդեն կսենք, որ ժամին եփ խերգես։
Ոտդ։ Ախ, ցավում է։ Մզում է։ Համի ցավում է թե մզում է։ Երկուսն էլ։ Բժշկությունը ինչ ասեց։ Կույրաղիկը տեղասնելու են։ Հələ ոտը սա ցավում, դու ասում ես կույրաղիկ։ Դե կույրաղիկից խփում է ոտին վերք մեր կայանում, դու չգիտես։ Բժշկությունը չի ասել քեզ այդ մասին։ Հիմա ով գիտի իմացել են հարուստես, вообще բարթացել չէ վիճակը։ Ռեանիմացիա չես պարկելու։ Ելենան ասեց ինչ ես բացին կահաք է, վիճակը ավելի է վատացել։ Սաղ են Մելիքսեթյանն էր, ինք ասեց գնա բացին կահաքի։ Հələ թե արի ու մի ասարը։ Հələ նոր ես քալիզմ անցել։ Լավ չես սերտել է դասը, դայ պուլիկ։ Որ ասեց ինչ անեի։ Ասեց զինվորական ոստիկանությունից են եկել ստեղ, դու ուզում ես խայտարակ անես մեր զորամասը։ Ես էլ գնացի հակա։ Հələ ես ոնց եմ անգնում ներվատոբրյակի մեջ։ Հələ ես խեղտվում եմ ձեր այդ այդ մութու խավար հասարակություն, արա։ Հələ ես, որ աֆորիզմների ու լոգարիթմների անհատական էքսկլյուզիվ հավաքածու ունեմ, արա։ Ես, որ ցերեկը գիրք էի կրծում, գիշերը կոկորտ։ Ես, որ այնայնը պատգամավոր էի դառնում, չթողին ասին հələ պուջուրես։ Արա ես, որ իմ մի օրվա եկամուտը կազմում է 10 օրվա հանգիստ Դուբայում ու 100 հոգանոց հասնիքի սեղան։ Ես, որ չուչի ծառերը կդրեցի գավաշ սարքեցի, որ մարդկանց տաշկեքը կայնեն մեջը։ Ես, որ այդ ծառերը կդրած, այնքան չքցեցի, որ մնաց չուչում, որ թեթվածին տա մարդկանց, արա։ Արա ես, որ... Արա ես, որ... Արա լավ է, ես ոնց եմ վաբշե շպվում ձեր հետ այդ չինովնիկներ։ Ով, լավ դադարկվանք։ Բարիս ես ողվել եմ, միայն դուլակ։ Ես դե լուրջ բաներից եմ խոսում։ Պարոն փոխգնդապետ Շարքային Բարոյան։ Նստի։ Բարոյան, ինչ գիտես կորած փամփուշտների մասին։ Գիտեմ, որ կորել են, այդքանը։ Ահագին բան գիտես։ Իսկ որտեղից ես հաջողացրել իմանալ։ Բարոյան, այդ փամփուշտները վերցրել է ձեր վաշտից ինչ-որ մեկը։ Հնարավոր չէր, որ ուրիշ վաշտից գային մտնեին ձեր զինանոց։ Տղաների մեջ այդ թեմայով խոսակցություն չի գնացել։ Ոչ մի կերպ։ Գիտեք, թե չի բացահայտվելու, հա։ Էն էլ ոնց է բացահայտվելու։ Ու այդ ժամանակ ոչ Երանի նրան, ով սխալ ինֆորմացիա տված կլինի։ Մեկուսարանի դռները բաց կլինեն այդ զինվորի առաջ։ Պարոն փոխգնդապետ, ես չեմ վերցրել այդ փամփուշտները։ Դու չես վերցրել։ Ոչ ոք չի վերցրել։ Բայց այդ փամփուշտների մի մասը հայտնվել է Գարիկի ուսապարկում, իսկ մյուս մասը կտորի մեջ փաթաթված քարերի արանքում։ Այդ բոլոր փամփուշտները միասին կազմում են ձեր զինանոցից կորած փամփուշտների թիվը։ Պարոն կապիտան, Եվրեդոր Օսեպյանը ներկայացել է ձեր հրամանով։ Պշտիկյանը քեզ հարցակնեց։ Ճիշտ այդպես։ Հետո ինչ բարձվեց։ Վերջը դու էիր փամփուշտներ տանողը։ Ոչ մի կերպ։ Դու չէիր կարաններ, որովհետև դու զբաղված էիր։ Կենտրոնացած էիր ավելի կարևոր գործի վրա։ Քայլի հետս։ Հեռուստացույց, հեռուստացույց։
Հեռուստացույց։ Նստի։ Մի օր էլ հեռուստացույց չնայիր, ինչ պիտի լիներ, որ վարժ էր դրա համար վեճի բռնվել։ Ես վեճի մեջ չեմ բռնվել։ Մենք պրոստը որոշենք ինչ գնանք, որ այդ տելևիզորը սարքենք։ Բա ինչի ես դու կապտուկներով, իսկ մրդոն ոչ։ Որովհետև մրդոն հարձակվել է քո վրա այն ժամանակ, երբ որ մտքովդ չի էլ անցել, շատ հանկարծակի։ Իսկ ինչի է հարձակվել։ Որովհետև ինքը այն զինվորն է, որին դու ուղարկել ես հեռուստացույց բերելու։ Ինքը այն զինվորն է, որ եթե ինչ-որ բան է լինում անելու, ամբողջ վաշտը նայում է իրան։ Նման մարդիկ, նման զինվորը խուսափում է բացահայտ հարձակումից։ Դրա համար էլ մրդոն խուսափել է բացահայտ հարձակումից։ Դրա համար էլ ինքը առանց կապտուկների է։ Իսկ դու ասում ես ընկել եմ տուրնիկների վրա։ Հա, բայց ես իրոք տուրնիկների վրա եմ ընկել։ Հիշում ես սկզբից, որ ինձ ասեցիր տուրնիկի վրա եմ ընկել ինչքան համարձակ էիր։ Ամենայն դեպս ավելի համարձակ, քան իմը։ Մարդը երբ որ լսում է ճշմարտությունը, ներսում ինչ-որ բան է կատարվում։ Ես կխոսամ այնքան ժամանակ, մինչև որ ինձ կասեն ճշմարտությունը։ Էդ իմ մեթոդն է։ Քո մոտ դեռ չի հասունացել ինձ ճշմարտությունն ասել, բայց ես կհասունացնեմ։ Ծխես։ Կհասունացնեմ, կջրեմ ու ճշմարտությունը ծիլ կտա։ Ես քիմիա չեմ օգտագործում, մենակ ջրում եմ։ Ասում ես բոլոր վաշտերը ստուգել ես, հա, Պշտիկյան։ Ճիշտ է այդպես, պարոն գնդապետ։ Բոլոր վաշտերը ստուգել եմ, կտրած սավան չեմ գտել։ Ինչ պդենես դու այդ սավանը։ Ուզում եմ տամ են երրորդի նկարիչին վրան սիրուն բանման նկարի զրգեմ տուն։ Մելո, դե գոնե դու մի բան ասա։ Բայց դու լավն ես, գիտես։ Էս ջայլ աղջկեկի նկար են չես նայում, տատիկներին է նայի։ Բարա դե կորի է, խիշուստրի տղա ես դարա։ Մեզ նով է հապարտ, մեզ նով